Բարև ձեզ։ Գիտեք, երբեմն լինում են պահեր, որ նայում ես մեծ խնդիրներին ու մտածում, ինչ կարող եմ անել, որ քո ջանքերը ուղղակի մի կաթիլ են օվկիանոսում։ Դե այսօր միասին կբացահայտենք մի շատ պարզ, բայց անհավանական հզոր պատմություն, որը վստահ եմ կփոխի ձեր պատկերացումը սեփական ուժի մասին։ Ահա հենց այս հարցը, համոզված եմ, որ բոլորիս էլ ծանոթ է։ Երբ խնդիրը թվում է հսկայական, իսկ դու քեզ զգում ես մանր ու աննշան։ Իսկապես, մեկ մարդը կարող է իրական շոշափելի փոփոխություն բերել։ Դե եկեք պատասխանը միասին գտնենք այս պատմության մեջ։ Ուրեմն, պատկերացրեք մի տեսարան։ Արևը նոր է ծագում փոթորկոտ գիշերվանից հետո։ Մի մարդ քայլում է լողափով, բայց ափը ոչ թե խեցիներով է պատված, այլ բառացիորեն, հազարավոր, տասնյակ հազարավոր ծովաստղերով, որոնք անօգնական ընկած են ավազին։ Ու այս անծայրածիր, գրեթե անհույս տեսարանի մեջ նա նկատում է մի փոքրիկ կերպար, մի տղա, որը համառորեն, գիտեք, մեկ առ մեկ ծովաստղերը հետ է վերադարձնում իրենց տուն, օվկիանոս։ Տեսարանը մի տեսակ եւ հուզիչ է, եւ միևնույն ժամանակ անիմաստ է թվում։ Տղամարդը բնականաբար մոտենում է ու հետաքրքրվում։ Ինչ ես անում։ Տղան նույնիսկ առանց իր գործից կտրվելու շատ հանգիստ պատասխանում է. Փրկում եմ նրանց։ Եթե ափին մնան, արևից կչորանան ու կմահանան։ Հիմա մի պահ կանգ առեք, տղամարդը նայում է հորիզոնին, լողափը ձգվում է կիլոմետրերով ու ամբողջը, ուր հայացքը հասնում է, ծածկված է ծովաստղերով։ Խնդրի մասշտաբը ուղղակի խելագարեցնող է, եւ հենց այս պահին հնչում է այն ձայնը, որը բոլորիս էլ ծանոթ է՝ թերահավատության ձայնը։ Տղամարդը ասում է. բայց այստեղ անհաշիվ քանակի ծովաստղեր կան, դու ուղղակի անհնար է, որ ինչ-որ բան փոխես։ Սա այն պահն է, երբ մենք էլ ենք հաճախ հանձնվում, ճիշտ չէ։ Բայց տղային կարծես թե ընդհանրապես չի հետաքրքրում մեծահասակի տրամաբանությունը։ Նա ուղղակի լուր կռանում է, վերցնում եւս մեկ ծովաստղ եւ շատ զգուշորեն նետում ալիքների մեջ։ Հետո նա շրջվում է, նայում տղամարդուն ու ասում. Սրա համար ես փոփոխություն արեցի։ Ահա եւ վերջ։ Սա է այս պատմության ամբողջ ուժը։ Գուցե չես կարող փոխել ամբողջ աշխարհը, բայց դու կարող ես փոխել մի հոգու աշխարհը։ Դե այս աներևակայելի ոգեշնչող գաղափարը կարելի է կիրառել ամենուր, նույնիսկ ասենք դասարանում։ Իսկ ինչպես կարող են ուսուցիչները մեկ առ մեկ փոփոխություն բերել։ Եկեք դիտարկենք երկու շատ զվարճալի խաղ, որոնք հենց դրանում կօգնեն։ Առաջինը կոչվում է ամանորյա որոշումներ։ Իրականում ամանորյա որոշումները մեր փոքրիկ անձնական ծովաստղերն են, ճիշտ է։ Սրանք խոստումներ են, որ տալիս ենք ինքներս մեզ ինչ-որ բան փոխելու, մի քիչ ավելի լավը դառնալու համար, ու սա հիանալի թեմա է դասարանում աշխուժություն մտցնելու համար։ Խաղի կանոնները շատ պարզ են ու դինամիկ։ Ուրեմն, բաժանվում եք երկու թիմի։ Յուրաքանչյուր թիմից դուրս է գալիս մեկ խաղացող։ Ցույց ենք տալիս նկարը, ընդամենը 1 վայրկյան, եւ դուք ունեք ուղիղ 5 վայրկյան ճիշտ պատասխանը գտնելու համար։ Ով ամենաարագն է, միավորը բերում իր թիմին։ Պատրաստ եք։ Գնացինք։ Օրինակ, դուք շատ արագ տեսնում եք այս նկարը։ Ինչ է այն խորհրդանշում։ Իհարկե, ճիշտ պատասխանը սա է։ Ես պատրաստվում եմ ավելի շատ միրգ եւ բանջարեղեն ուտել։ Շատ պարզ է, արագ ու զվարճալի։ Լավ, անցնենք առաջ։ Հաջորդ խաղը տուր ինձ հուշում ոչ միայն զարգացնում է բառապաշարը, այլև սովորեցնում է մի շատ կարևոր բան՝ ուշադիր լինել մանրուքների նկատմամբ։ Իսկ դա, ինչպես գիտենք, կարևոր է, երբ ուզում ես իրական փոփոխություն անել։ Այստեղ կանոնները մի փոքր այլ են, ավելի ռազմավարական։ Յուրաքանչյուր հուշումից հետո դուք պետք է որոշեք. ռիսկի դիմել ու փորձել գուշակել, թե սպասել հաջորդ ավելի հեշտ հուշմանը։ Բայց զգույշ եղեք, մեկ սխալ պատասխան ու դուք դուրս եք խաղից։ Ինտրիգային է, չէ՞։ Լավ, եկեք փորձենք միասին խաղալ։ Պատրաստ եք։ Տեսնենք ձեզ քանի հուշում կպահանջվի, որպեսզի գուշակեք թաքնված բառը։ Դե, գնացինք։ Առաջին հուշումը։ Նա մեծ, տաք գլխարկ է կրում։ Արդեն գաղափարներ ունեք։ Գուցե ռիսկի դիմեք, թե դեռ սպասենք։ Լավ, սպասենք։ Շատ լավ, շարունակենք։ Երկրորդ հուշումը։ Նա ածուխից պատրաստված 2 սև աչք ունի։ Ահա, արդեն պատկերը սկսում է մի քիչ ավելի պարզվել, չեք կարծում։ Լավ, եւ երրորդ հուշումը։ Նա գազարից քիթ ունի։ Վերջ, կարծում եմ հիմա արդեն շատերդ բացարձակապես վստահ եք ձեր պատասխանի մեջ։ Եվ վերջին, արդեն վճռորոշ հուշումը։ Նա ձյունից է պատրաստված։ Դե ինչ,
Այստեղից հետո արդեն ոչ մի կասկած լինել չի կարող։ Այո, ժամանակն է բարձրաձայնելու։ Ես ուզում եմ գուշակել, դա ձնեմարդն է։ Բացարձակապես, ճիշտ է, հիանալի աշխատանք էր։ Տեսնում եք, այս խաղերը պարզապես զվարճանք չեն, դրանք մեզ շատ սահուն կերպով վերադարձնում են մեր սկզբնական պատմությանը։ Ինչպես տղան էր ուշադիր յուրաքանչյուր ծովաստղի նկատմամբ, այնպես էլ այս խաղերը սովորեցնում են կենտրոնանալ մանրուքների վրա, որոնք էլ ի վերջո բերում են մեծ փոփոխությունների։ Ուսուցիչները, բժիշկները, ծնողները, ցանկացած մասնագիտության մարդ, մենք բոլորս երբեմն մեզ զգում ենք այն մարդու պես, ով կանգնած է ծովաստղերով լի անվերջանալի լողափին, խնդիրները թվում են անսպառ։ Բայց այս պատմության ուղերձը բոլորիս համար է, առանց բացառության։ Յուրաքանչյուր ուսանող, ում օգնում եք մի բարդ թեմա հասկանալ, յուրաքանչյուր ընկեր, ում պարզապես լսում եք դժվար պահին, բարության ամենաաննշան թվացող արարքը, դրանք բոլորը ձեր ծովաստղերն են, դուք նրանց վերադարձնում եք կյանքի օվկիանոս։ Եվ այսպես, մինչ մենք ավարտում ենք, ուզում եմ ձեզ թողնել այս մեկ հարցի հետ. ո՞վ է այն մեկը, այն մեկ ծովաստղը, ում համար դուք կարող եք փոփոխություն բերել հենց այսօր։ Գուցե սա մեծ սխրանք չթվա, բայց այդ մեկի համար սա կփոխի ամեն ինչ։ Մտածեք դրա մասին և գրեք մեկնաբանություններում, թե դուք ինչպես կվարվեիք։